Բարև ձեզ հարգելի հետևորդներ, շարունակում ենք մեր հերթական հաղորդումը։ Մինչ բուն հաղորդման անցնելը կխնդրեմ ձեզ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ, դրեք լայք, ինչպես նաև կարող եք կիսվել ձեր ընկերների եւ ձեր բարեկամների հետ։ Կարող եք կիսվել նաև բարձր դասարանի երեխաների եւ ուսանողների հետ, քանի որ իմ հաղորդումը զարգացնում է վերլուծելու եւ տրամաբանելու ունակությունը։ Իսկ ովքեր ցանկանում են գրանցվել Քոչարի ազգային վերածնունդ նորաստեղծ մեր կուսակցությանը, կարող եք ձեր անձնագրի նկարը, այսինքն առաջի էջի նկարը ամբողջությամբ եւ գրանցման էջը, եթե ունեք գրանցում, նկարեք ուղարկեք։ Ինչպես եք նկարում, վերցնում եք անձնագիրը, լավ բացում եք, դնում եք սեղանին, վրան ձեռք մատ չեք դնում։ Պահում եք, որ լավ նկարվի, հատկապես սա ասում եմ տարեց մարդկանց, որտեղ անձնագրեր եք ուղարկել, հարգելիներս բոլորը շահված է, չենք տեսնում, ով է, ինչ է անձնագրի համար։ Դնում եք սեղանին, հանգիստ սպասեք, նկարում եք, ուղարկում եք ինչ սորտ ցանցերով, կամ եթե ունեք ID քարտ, դրեք սեղանին, երկու կողմից նկարեք եւ ուղարկեք։ Անցնենք այսօրվա հաղորդմանը, քանի որ հաղորդումը բաղկացած է 3 մասից՝ Հայաստան, միջազգային եւ պատմական մաս։ Իմիջիալոց պատմական մասը շատ մարդիկ են սիրում, հատկապես դպրոցականներն ու ուսանողները եւ նրանց ուսուցիչները, ինչպես նաեւ դասախոսները, որոնք պատմությունը, մեկնաբանությունը իմ ձևով տալիս են ոչ թե գրքային չոր ինչ որ թվերի միջոցով, այլ իրական պատմությունների եւ վերլուծականի ձևով։ Սկսենք այսօրվա հաղորդումը ամենաառաջինը Հայաստանի Հանրապետությունից, ինչպես միշտ չարաբաստիկ եթերով։ Սկսենք ամենաառաջինը Եվրոխորհրդարանի որոշումից, որ Եվրոխորհրդարանը որոշում է ընդունել, որ հայ ռազմագերիներին պիտի անհապաղ ազատ արձակել։ Իսկ Շվեյցարիայում ցույց է գնում Շվեյցարիայի ազգային ժողովի եւ կանտոնների միության նիստերի դալիճի դիմաց, որ Արցախի հարցերը այդպես էլ օրենքները ընդունվեց մնաց թղթի վրա։ Ձեր ընդունած օրենքները պահանջում ենք ի կատար ածել։ Թե ինչքանով սա գործողություն կլինի, թե չէ, ես երեք եմ ասել, հարյուրավոր մենք օրենքներ ենք տեսել, Ադրբեջանի սանկցիա, Ֆրանսիայի կողմից ես իմ հեսա Արցախը կճանաչենք, Շվեյցարիայի կողմից հայերը պիտի վերադառնան եւ այլն, բայց բոլորը մնում են զուտ թղթի վրա, այնպես որ ուժն է ծնում իրավունքը։ Թուղթը չի կարող պետություն քանդել։ Քանդում է պետությունները ուժը, որը մենք տեսնում ենք այսօր ամեն վայրկյան, ամեն ժամ, թե Սիրիայում, թե Արցախի հարցում, թե Ուկրաինայում եւ մնացած տեղերում։ Անցնենք Հայաստանի ամենադժվար հարցին, երբ որ Արաբաթին Միրզոյանին հարցրեցին, դուք կատարում եք թուրքական կատարողականներ, սկսեց հիստերիկանալ կպնել լրագրողներին։ Արաբաթ, դու կյանքիդ մեջ լրագրողի հանդեպ տենց ագրեսիվ չէիր վարվել։ Ինչի վարվեցիր։ Գիտեք ժողովուրդ, մարդը երբ ագրեսիվ անում ու սկսում խառնել իրար, երբ որ մազոլին կպնում են, այսինքն երբ որ ճիշտ մազոլը տրորում ես, ցավ է տալիս, դրա համար է հիստերիկանում։ Իսկ ինչ վերաբերվում է Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հայտարարությունները, որ ԿՊ-ն հավաքվել է, ես ինչ անում, իհարկե ես նրանց չեմ հարմարում Հայաստանի իրական ղեկավարն էլ, որովհետեւ ցանկացած վայրկյան այս գործողությունից հետո կարող է Նիկոլ Փաշինյանը փախնի, ասել եմ ու կրկնում եմ, Ադրբեջանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ բոլոր հարցերը խաղաղության քննարկել ենք, վերջացել է, մնացել է, որ սահմանադրությունը փոխեն եւ սահմանադրության մեջ ի օգուտ Ադրբեջանի որոշումներ լինի։ Այո, բացեք թե հայերեն օրինակը կարդացեք, թե ադրբեջաներեն, թե ռուսերեն։ Ադրբեջանի տարածքից ոչ մի տարածքային պահանջ չլինի Հայաստանի կողմից։ Սա է Նիկոլ Փաշինյանինը եւ ինչ տվել է հայտնի չի թե ինչերա տալու։ Բարձր, սա Ադրբեջանի որոշումն է, որը իդեալական կատարում է Նիկոլ Փաշինյանը։ Բնականաբար ոչ թե սա Ադրբեջանի այդքան չկա, ոչ է Թուրքիան, սա ավելի վերին էշելոնների Ռուսաստանի եւ ջհուդների որոշումն է կատարում Նիկոլը հնու հնազանդ, ոնց որ ղազ, սա նրա դիմացար է, որ ինքը փախնի։ Հետևանքները ինչ կստանա, ես այս մասին խոսել եմ, ելի կխոսեմ, ելի եմ խոսելու, հայ ազգը չի գնալու այն ուղղությամբ, այն դոկտրինայով, որը մշակել են հայ ազգի կործանած, սա միանշանակ, որովհետև այս թղթերի ընդունումն ու կուլ տալը Հայաստանի կործանումն է։ Քներեք կբացեք աչքի հետ կդուրս գաք, կտեսնեք, որ Արաբկիրի շուկայում թուրքերն են արդեն առևտուր անում, որոշ ժամանակ անց կբացեք, կտեսնեք, որ Պրոսպեկտի շուկայում էլ են թուրքերը ապրանք ծախում, կբացեք, կտեսնեք, որ ոչ միայն շուկաներում, այլ նաև Ամիրյան խաչմերուկի խանութներն էլ են կոչվում, եսիմ Յորմազ, Բյուլմազ, Գյուլմազ, Գիլդыз, Յիլդыз, եսիմ ինչեր։ Մի օր կգնաք Աբովյան փողոցում պաղպաղակները կտեսնեք թուրքերեն գրածա, միտեղ կգնաք կտեսնեք ադրբեջանական կինոյի մեծ փառատոն խփածա կինո Մոսկվա, Քիսելի ջանավար, գայլի եւ մնացածի մասին, հասկանալի է։
կամ թուրքերեն Բոսկուրտ, որ Հայաստանում Գորշ գայլերին կցույց տան, ամեն ինչ հնարավոր է այս իշխանությունից։ Էնպես որ ես ավելի սառն եմ դատում ավելի հեռու, որ եւ ժողովուրդը որ 70%-ը զզված է, որը ապացուցեց հենց գելափի պրոիշխանական, նույնիսկ պրոիշխանականը 70% գրեց, իրականում 95% է, ես առաջարկում եւ հորդորում եմ բոլոր հայերին միացեք մեզ, որպեսզի մենք կարողանանք իսկական հայկական օրակարգ մտցնել։ Ոչ թե հայրենիքի փախուստ ամեն ինչ անենք, որ մենք հրաժարվենք հայրենիքից, այլ ընդհակառակը հայրենիքի ամուր մնացում, ոչ թե խաղաղությունը լինի այնպես, որ Հայաստան չպիտի լինի, այլ լինի այնպես, որ Հայաստանի հետ հաշվի նստեն, ոչ թե թղթի իրավունքով, այլ ուժի իրավունքով։ Էլի ենք կրկնում, այնտեղ անընդհատ գրում են պրոքսի բանակների փողը որտեղից եք ճարելու։ Ես նորից կարճ ասեմ, մարդիկ կան, որ նոր են մտնում, այդ մարդկանց համար կարճ ասեմ, հարգելիներս իմ էջում, նայեք իմ հաղորդումը, ես դատական գործ եմ բացահայտել Քոչարյանի դիմաց 32 միլիարդ դոլարի 10 տարում միայն մեկ հանքից գողացված փողով ալավերդու։ Քոչարյանի ամբողջ իշխանության ժամանակ 10 տարվա մեջ Հայաստանի բյուջեն չի եղել 5 միլիարդից ավել, 10 տարվա մեջ բոլոր իրար հետ 5 միլիարդի բյուջե եղել։ Այստեղից էլ ձեզ մնացած միլիարդները։ Հայաստանի այսօրվա բյուջեն հաստատել են մի տարվա 7-4 միլիարդ, որից 700 միլիոնը պարտք են նախորոք հələ չհաստատված։ Այս ձեզ քանի տարվա բյուջե է անում 32 միլիարդ, հա, հարցից պատասխանեք։ Ահա եւ որտեղից ծրի տրանսպորտը, որտեղից պրոքսի բանակները, որտեղից զենքի իրական տեսակները։ Ոչ թե երկու հրանոթ այնտեղից են բերում, երկու են բերում, ասում են զինվանք եկեք կռվենք, ոչ։ Մի խոսքով ռազմական հարցերը չբացահայտենք, շարունակենք հաջորդը։ Հիմա շարունակենք հաջորդ հարցերը։ Նախ ամենաառաջին ուզում եմ անդրադառնալ հերթական դերասանությանը, որը հաստատվել է ցուցադրաբար Գրզոյի ու Վանեցյանի աղրոնիկներին ձերբակալուց իբր ապօրինի զենք բայելու համար այս դրից ձերբակալ են դրից բաց են թողել եւ դուրս է գալիս ներքին գործերի նախարարը, որը ընդհանրապես խելքի կողմից շատ թերաիրավաբանության նկատի ունեմ, շատ թերկրթություն ունի, ապշելու տեսակային ձև է խոսում, հարց է տալիս լրագրողը թե ներողություն, ինչպես եք վերաբերվում այն կարմիր բերետավորներին, ովքեր խախտել են հասարակական կարգը, բիրտ ուժ են կիրառել Հայաստանի քաղաքացու վրա, ասում այո, այդպիսի բան կա, բայց մենք մշակել ենք օրենք, մենք ենք մշակել, ժողովուրդը չգիտի, որ եթե կարմիր բերետավորը զղջում է, ինքը ազատվում է ամեն ինչից։ Լավ է, չէ՞։ Փոխաբերական իմաստով ասեմ, ես գնալու եմ կարմիր բերետ։ Գալու եմ Հայաստանի հասարակ քաղաքացուն, հատկապես որ ճանաչեմ, հետ ինչ որ առնչություն ունենամ, տան, սատկացնեմ, ջարդեմ, կոտրեմ, սամասուդանեմ, բոմբը գցեմ տակը ձեռը կտրվի ոտը, հետո գնամ մի հատ բացատրական գրեմ։ Ես Գագիկ Թադևոսյանս ծնված այսինչ օրը զղջում եմ իմ արածի համար, արել եմ ընդհանուր ցույցը կանգնեցնելու համար։ Ու ասեն Գագիկ Թադևոսյան ջան, աբրես, այս բուտերբրոդը վերցրա, այն կոլան է վերցրա, սիրուն նստի ավտոն գնա տունդ մի քիչ պարկի, մի շաբաթ էլ քեզ արձակուրդ որ ներվերդ վերականգնվի ու արի գործի։ Իդեալական պայմանը ստեղծվել կարմիր բերետավորի համար։ Այսինքն ցանկացած գործողությունից հետո գալի գրում է զղջացել եմ, ինչ եք ուզում իզնից։ Թուղթը ստորագրում է կամերայի դեմը գրեմ, զղջացել եմ։ Всё, ու այդ մարդը ազատվում է։ Սա գալիս է կաթոլիկների միջնադարյան բանը, որ պապի ներողություն, կաթոլիկների միջնադարյան պահը, որ ամեն կիրակի երեկոյան Քրիստոսի արցունք էին վաճառում հանցագործներին, ովքեր մարդ են սպանում, առնում լվացվում են, պապի կողմից է թուղթ էին ստանում։ Մենք բար ենք եղել միջնադարում, մենք մաքրվել ենք, խոստովանվել ենք, երկու շաբթի օրը գնում էին նորից սպանության։ Նույն պատմությունն է, ոչինչ չի փոխվել։ Այնպես որ ոչ մի լավ բան մենք չենք տեսնում այստեղ։ Հիմա հաջորդ հարցերի մասին։ Թաթար ռուբոյի կարող եմ ուզում ասեմ, ժողով ջան, թաթարի համար վայ, ռուբոն, վայ, քաղ բանտարկյալ, վայ, մենակ ռուբոյին են ցույց տալի, նիհարել է սարե։ Մի հատ նայեք, թաթար ռուբոյին բան ա եղել։ Նիհարը, դարասին պոտղա, այն գլխի վերի սևերը անցե, դիետ եմ մարդը պահեց, սիրուն թրաշվավ, Նիկոլի պես իմիջալոց համազշեք ծրագիրա, թե չէ թրաշվելը, սա հարցի մյուս կողմն, այն էլ քանդելուց հետո եկավ վերջնական քանդմանը թրաշված, սա էլ մորուքով եկավ, գնաց վերջնական թրաշված։ Եվ հիմա արդեն բոլոր կողմերից աշխարհի ասում եմ, որ ռոբո
զոնաբենդը պիտի դուրս գա։ Թաթար Ռուբոն կամ Ռուբո զոնաբենդը, ոնց ուզում եք ասեք։ Ոչ թե Ռուբեն Վարդանյանը, քանի որ զոնաբենդներն ու ջհուդները սրա հետևում կանգնած են։ Ռուբեն Վարդանյանը, եթե դուրս են գալու բերեն Հայաստան, մարդ, որ ընդհանրապես նույնիսկ Հայաստան է չի խոսում, այսօր իբր գցել են ուղերձը էլի ռուսերեն։ Դուք հասկանում եք ռուսամերության, ռուսական շպիոնական կազմի բանը ինչքան է մեջ, որ ինքը նույնիսկ ռուսերեն է խոսում։ Այ մարդը 2-3 տարի Հայաստան ապրած 4 տարի մի բառ հայերեն չսովորեցել, էլի ռուսերեն ես խոսում դու։ Ինչ որ այա լավ ինչեր են ուզում խոսա, ուզում է կիրգիզերեն խոսա, ոչինչ։ Բայց հիմա թաթարի հանելը, բա այդքան զինվորի համար ինչի չէիք շուխուրանում։ Այդքան զինվոր, գերի 600 զինվորի տանջամային անում, ինչի ոչ մեկը դուրս չէիք գալիս։ Թե ձեր Պուտին պապան հլը հրաման չէր տվել։ Հա։ Իշքան ասում եմ, զսպում եմ, որ ավել բան չասեմ, հազիվ եմ ինձ զսպում, հասկանում եք, երևի ով հասկանում է, կհասկան։ Ուզում եմ խոսեմ նաև Ռուսաստանից եկած հրամաններից բացի միջազգային մի երկու գործի մասին։ Ամենաառաջինը կխոսեմ Ուշակովի պահվածքի մասին, միջարոց ասեմ ձեզ, որ Ուշակովը արտաքին քաղաքականության հարցերով Պուտինի խորհրդականն է, բայց Ուշակովին ես ձեզ հիշեցնեմ, որ դա մարդն է, որի մոտ գնացել էր Բագրատ Թրավելը։ Իրականում Ուշակովի մասին հսկայական տեղեկություն կա, որը ստացվել է հատուկ ծառայությունների միջոցից, դες ասել եմ, չէ, Մոսկվան հսկայական կայսրություն է, Հայաստանի պես չի, որ մեկ իշխանության տակ լինի, այնտեղ ամեն գեներալը մեկը մյուսի դեմ է ու անհասկանալի է եւ դա ձեռա տալիս նաեւ ՎՎՊ-ին, Պյուտինին, որ ինքը մեկի մյուսի դեմ լցնելով տարբեր ազգերի մոտ իրավիճակ ստեղծի, որպեսզի իր ձեռքում պահի։ Դրա համար էլ այդ լծված ինֆորմացիաներից մեկը ես ձեզ կասեմ։ Ուրեմն Ուշակովը նախ Պուտինի թիմի այն լյուբիմչիկ անդամներից է եղել իր հետ սկսած աշխատանքների եւ այլնի արդյունքում սկսած դեռ երիտասարդ ժամանակներից իրականում Ուշակովը զբաղեցնում է այն դերը, որը չի զբաղեցնում նույնիսկ Լավրովը, այսինքն ցուցադրական դրսի հանդեպ ծեծ ու տողները Լավրովն ու Զախարովան են, որ ուղարկում են այստեղ այնտեղ գնացեք մեր հետևը փրկեք եւ այլն, գնում են քֆուր են ուտում, ծեծ են ուտում, անիծվում են եւ այլն։ Չեմ ասում անմեղ են, լավ է մեղավոր են, լավ է փողեր ունեն, ոչ մեկ չի ասում, ոչ մեկ փող չունի։ Բայց Ուշակովը վերջնական որոշողը ինքն է։ Ու Արցախյան պատերազմի հրամանը եւ գծագիրը Պուտինի դեմ դնողը նաեւ էս Ուշակովն է։ Ուկրաինայի պատերազմի գծագիրն ու ծրագիրը դնողը էս Ուշակովն է։ Սիրիական պատերազմի գծագրերն ու ծրագիրը դնողը Ուշակովն է։ Այսինքն հասկացաք, սա այն մարդն է, որին Պուտինը ամենաշատը հարգում է արտաքին քաղաքականության հարցով։ Ու դա լինի սխալ թե ճիշտ, Ուշակովը զբաղեցնում է գլխավոր դերը։ Եվ մեր Բագրատ Թրավելն էլ հատուկ գնացել էր Ուշակովի հետ հանդիպելու Ռուսաստան, այսինքն արտաքին քաղաքականության գերատեսչության իրական ղեկավարի հետ, ինչպես ունեն ամերիկացի արտաքին գերատեսչության բաժին, որտեղ նստած են մի շարք ես այս մասին հաղորդում եմ արել բարձրաստիճան մարդիկ եւ որոշ կլաններ, որոնք պատկանում են աշխարհի տարբեր կառույցներին։ Նույնպես Ուշակովը, այսինքն ռուսական կլանի պատասխանատուն Ուշակովն է։ Դրա համար է Բգոն գնացել էր մոտը։ Հիմա այս Բգոն եւ Ուշակովը պատասխան է տալիս ոչ միայն Ուկրաինայի համար, նաեւ Հայաստանի համար, այսինքն ինքն է կոնտրոլանում։ Հիմա հասկանում եք, որտեղ է խփում Հայաստանի բախտը։ Հիմա ազգում եք ուր էր գնացել Բգոն։ Ուր էր գնացել Բգոն եւ ինչի համար էր գնացել Բգոն։ Այսքանը դուք մտածեք, Միչալոց Ուշակովը այսօր հայտարարեց, որ խաղաղություն չի լինելու, Ռուսաստանը մինչև վերջ պայքարելու է, սպանելու է ուկրաինացիքին, վերցնելու են հողերը, ինչքան ուզեն, ինչ ուզեն անեն։ Ահա Ուշակովի խոսքերը։ Հիմա հասկացաք, որ պետության իրական արտաքին քաղաքականություն հաստատողը դա Ուշակովն էր, ոչ թե ես եմ այնտեղ Զախարովան եւ Լավրով։ Սրանք երկրորդական առանց սանց ծեր ձիեր են։ Մեկը ծեր, մեկը էկցի։ Դրա համար նրանց ասածները մեծ հաշվով 5 րոպե խափանվում է, իսկ Ուշակովինը ինչ ասում է, դա էլ լինում է։ Թե ինչ են խոսացել Բագրատ Լրբազանի հետ, սա դեռ գաղտնի է, բայց ես կիմանամ շուտով ինչ են խոսել եւ կներկայացնեմ հայ հանրությանը։ Բայց որ էս այդ Ուշակովն է, որ ասում է Բգո Ուշակովն է, էս այդ մարդն է։ Այսինքն Պուտինի միակ վստահված մարդը արտաքին քաղաքականության գծով։
Խոսեմ մի երկու բառ Ադրբեջանի մասին, ինչքան է Նիկոլ Փաշինյանը վազվզելով գնաց ցույց տա, որ մենք խաղաղություն ենք կնքում եւ այլն, Ադրբեջանը խաղաղության չի գնալ։ Ինչ էլ անել, ինքը ավելին փորձելու է ստանալ։ Երեք մենք խոսում ենք մեր լավ ընկերներից մեկի հետ, անունը չտամ, հետո կկանչենք հաղորդման, կխոսենք։ Մեր լավ ընկերը ասեց խաղաղություն բառը թուրքերեն չկա, ասեցի ճիշտ եք ասում, թուրքերեն կոչվում է բարիշել, դա նշանակում է պայմանավորվել, ոչ թե խաղաղ լինել, որովհետև բոլոր պայմանագրերը թուրքերեն կոչվում է բարիշգլի, բաշկադկլար բարիշգլի, Ադրիանապոլիս բարիշգլի եւ նման մնացած բառերը կարս բարիշգլի, այսինքն բարիշգլի նշանակում է պայմանագիր։ Իրենք ավելի շատ խաղաղ բառը թուրքերեն չկա, կա բարիշել, որը նշանակում է պայմանավորվել։ Ձեռը տալիս են չի նշանակում խաղաղություն, նշանակում է պայմանավորվեցինք։ Պարզը հիմա դրա համար մի ազգ, որը ունի խաղաղություն բառը եւ նրա հոմանիշը, Նիկոլ Փաշինյանը բնականաբար իր թիմով եւ 35 տարվա իշխանությամբ հակահայկական բոլորը միասին ինչի վրա են խաղաղություն կգում։ Պայմանավորվում են, որ խաղաղ լինի, եթե մի ազգ չունի խաղաղ բառի հոմանիշը, ոնց կարող լինի։ Այս մասին խոր եք հարգելիներս։ Եվ հաջորդ հարցը ինչի մասին ուզում եմ խոսել Ադրբեջանի, նախ երկու լավ լուրի օգուտ մեզ եկել Ադրբեջանից հեռացել են ասել, որ միջազգային Reuters-ը եւ մնացած կամպանիաները հսկայական լրատվականներ, այդ թվում նաեւ CNN, BBC, մի շարք համաշխարհային լրատվականներ ուղղակի թողել Ադրբեջանը հեռացել։ Երբ որ սկսում են լրատվականները հեռանալ, ուշադիր եղեք, որ ցանկացած պատերազմ, որ սկսում է դիկտատուրայի դեմ, դա սկսում է լրատվականների հեռանալով։ Հենց այնպես լրատվականները չեն հեռանում։ Սկզբում հեռանում են լրատվական կամպանիաները, հետո հայտարարություն ա գրում մեծ մեդիա, որ մեզ հանեցին դիկտատուրա, հետո պատերազմներ ա լինում, հետո հաթաթ այդ լրագրողները մտնում են ներս։ Հիմա Ադրբեջանից սա հանել են։ Ադրբեջանը նաև թշնամի այսօր Ալիևը պաշտոնապես թշնամի է հայտարարել Բրյուսելին, Եվրամիությանը, որոնք իբր զինում են Հայաստանին, Ադրբեջան ոչնչացնելու համար։ Նրանք մեր թշնամիներն են։ Հիմա մարդ, որը Հայաստանին զինող, մարդուն թե ընդունենք զինող, բայց այդ զենքը ոնց հասկացանք չի երևում այդքան, հա, զինող մարդուն համարում է թշնամի։ Հայաստանը ոնց ասում ես իր այդ խաղաղություն եմ կնքում։ Եթե քեզ զենք տվողն ինքը իրան համարում է անձնական թշնամի, Նիկոլ, դու ինչ պայմանով ոնց ես ում հետ խաղաղություն կնքում։ Մտածեք ինքներդ, ես ինֆորմացիան լցեցի, ձեզ համար հասկանալի է, թե թշնամին ով է մեր երկրում 35 տարվա կառավարություն։ Հիմա այս ամբողջ գործողություններից հետո դուրս է գալիս մի հարց։ Ինչի է Նիկոլ Փաշինյանը շտապում, որտեղ իր տերերը վզին դրել են Մոսկվայից ու ջութները, որ շտապի։ Գոյություն ունի երկու տարբերակ հիմա նաև։ Գոյություն ունի պատերազմական տարբերակ, որը մեր հետ կապ չունի, բայց մենք չենք կռվելու, բայց անուղղակի ազդեցություն կա։ Սա Սիրիայի հարցն է, քանի դեռ Սիրիայում կան հայերը եւ ալևիները, ինչպես նաեւ քրդերը, որոնք ուզեն թե չուզեն պատմականորեն կապ ունեն հայերի հետ, այս հարցը մեզ հետաքրքրելու է։ Իմիջիայլոց, տեսեք ոնց կատարվեց գործը։ Կոտորած գնաց թե պայմանավորվածություն, թե հայերին դեմ տվեցին, թե ալևիներին, կոտորած գնաց Լաթաքիայի եւ Տարսուսի բնակչության հանդեպ։ Այս բնակչությանը ձևական ամերիկան հայտարարեց, ես ձեր կողմն եմ, նրանցից մի շեյխ ելավ անհայտ եւ խնդրեց Իսրայելին պաշտպանել իրենց։ Իսրայելը օգտվելով ժողովրդի այս առիթից ու որակավորելով թուրքերի կամ թուրքական ուժերի կատարածը եղեռնագործություն, ինքը պատրաստվում է ցանկացած ճանապարհով օգնել Տարտուսի եւ Լաթաքիայի ժողովրդին, այդ թվում նաեւ հայերին։ Ինչա դուրս գալիս վերլուծը։ Քանի որ Իսրայելը Սիրիա մտնելու ոչ մի միջոցը օրինական չէր, ինքը օրինականացնում է իր միջոցները կատարված Սիրիայի տարածքում եւ փոխադարձաբար քրդերը պայմանավորվածության են գնացել Սիրիայի ղեկավարության հետ ընդդեմ Թուրքիայի։ Տեսեք ինչա կատարվում։ Խաղը բավական բարդ է, ես բացատրում եմ հատ-հատ։ Հիմա Իսրայելը ի սկզբանե քրդերին զինել է, Իսրայելը ի սկզբանե ցանկացած քրդի երեխայի անունով իսրայելական բանկում փող գցել։ Այսինքն սա նշանակում է, որ քրդերը Իսրայելի պրոյեկտներից մեկն են, ճիշտ է ունեն անհատականություն, բայց իր պրոյեկտներից մեկն են։ Փողը կտրեց, ամբողջը կփակվի։
Հիմա քրդերը համագործակցել են տեղի իրականում մենք գիտենք, որ սրանք Համաս ներողություն իսլամական ճակատի ջհուդական ղեկավարներն են Ջուլամի Մուլամին իբրի մի արաբ են դարել, այսինքն տեղական արաբներին, որոնք ուզում են պետություն մնա, հավաքելով քրդերի հետ, միացնելով Լաթաքիայի ալևիտներին, քանի ալևիներին, քանի որ նրանք կրոնական տարբերություն ունեն, ստեղծվում է մի կոալիցիա, որը խփում է Թուրքիային։ Ինչու, որտեղ Թուրքիան հասկանալով, որ թե Սիրիայում ձախողվեց, թե Պաղեստինում ձախողվեց, այսօր վերջնական ուլտիմատումը մտցր է, եթե հանգարցակի Իսրայելը չփորձի Գազայի սեկտորից ամեն ինչ անել եւ արաբներին իրավունք չտա, Թուրքիան զորքերով հարձակում է գործելու, քանի որ Սիրիան ըստ Թուրքիայի իրեն բարեկամ զինված երկիրն է։ Հիմա թե բարեկամն է, թե սա թակարդ է, մենք կզգանք հետագայում, բայց որ թուրքն ու ջհուդը փորձելու են ինչ-որտեղ իրար կպնել, սա միանշանակ մեր օգուտն է։ Թեկուզ 10 հոգին 10 հոգուն։ Հիշեք, թշնամու ամեն մի կորուստը երկու թշնամիների մեր համար հզորագույն բան։ Հզորագույն տեսք է։ Պարզ է։ Հիմա հաջորդիվ շարունակեմ մյուսը։ Այս ամբողջ գործողությունների մեջ այսօր Ուկրաինայում ռուսները իբր հայտարարել են, որ արդեն վերջ առաջ են գնում, ուկրաինացիները ստիպված ստանում են հսկայական քանակությամբ զենք, ստիպված ոչ թե ուկրաինացիք չեն ուզում ստանում են, այլ զենքը տալիս են եվրոպացիք, որպեսզի իրենց չվերագրվի հաջորդ պատերազմը։ Դրա համար ուկրաինական զինված ուժերը այսօր սկսել են կրկին անգամ ռուսական շատ քաղաքների եւ մնացած վայրերի խփել։ Ուրեմն այն, որ հասել են արդեն Մոսկվա, խփում են սպանություններ եւ այլն, սա ոչ մեկի համար գաղտնիք չի։ Ուզում եմ մի բան ասեմ եւ խնդրեմ մեր հայրենակիցներին, հարգելի հայրենակիցներ, Մոսկվայից կամ մնացած այլ քաղաքներից, ովքեր մեքենաներով ետ են գալիս կամ բեռնափոխադրության գործողություն են անում, խնդրում եմ ձեզ իմ Facebook-ի կամ Telegram-ի էջին գրեք կամ Messenger-ին գրեք, որ դուք զբաղվում եք այս հարցով Մոսկվայից եւ մնացած քաղաքներից Հայաստան եք բարբերաբար գնում տանելու ապրանք կամ մեր հայերը թող իրենց ունեցվածքը բարձեն եւ գնան, որովհետեւ բազմաթիվ հայեր են ինձ դիմում, ասում են պարոն Թադևոսյան, սենց է մեր վիճակը։ Ուզում ենք գնանք Հայաստան, մեր ունեցվածքը, գործը, բիզնեսը, որ ստեղ ծախենք մի քանի կոպեկ են տալու, կխնդրենք միջամտեք ոչ թե կիլոգրամով հաշվով, այլ մարդկային գնով հաշվեն, ձրի չենք ուզում։ Մարդը տանի մեզ Հայաստան, մենք մեր հողի վրա ապրենք, չենք մնալու Ռուսաստանում դառնանք անտեր մեռել։ Պարզը։ Դրա համար խնդրում եմ ձեզ, ովքեր կան, աջակցեք մեր հայրենակիցներին։ Իմ Messenger-ի վրա գրեք, բարև ձեզ կամ գրեք, մենք ես հարցով ենք, ես ձեզ կկապեմ մեր հայրենակիցների հետ, որտեղ նրանց թիվը ցավոք սրտի շատ է։ Եվ անցնենք վերջնական հարցին, որ ուզում եմ ձեզ ներկայացնել, սա պատմության հարցն է, որտեղ պատմությունը մեր անբաժանելի մասն է։ Մենք չենք կարող ուղղակի պատմությունը թողել եւ անցնել ուրիշ թեմաների։ Խոսքս Խոսրով Կոտակի մասին է, որը թագավորել է 330-ից 338 թիվը մեր թվարկության։ Ուրեմն Խոսրով Կոտակը Տրթատ 3-րդ մեծի որդին է եղել։ Կոտակ նշանակում է իրականում պահլավերեն փոքր մարդ, այսինքն փոքր կամ կոլոտ։ Իսկ Կոտակը զարմանալի է, հայտարարել է ոնց որ համահայաստանյան գեղեցկության մրցույթ, այսպես ասենք, իշխանուհիների ու դարույնքի իշխանուհու իշխանի դստերն է ուզե, որի անունը եղել է ինչ ծիծաղելու է, ինչի է ուզե, որտեղ այդ աղջիկը եղել է Հայաստանում ամենաբարձրահասակը։ Եվ անունը եղել է Ճախրունի, լրիվ անունը համապատասխան է բոյին, Ճախրելա վերևը։ Պատկերացնում եք, ինչ կոմեդիա է եղել, բոլորը սկսել են ծիծաղել, որ Կոտակ նշանակում է կոլոտ, հա փոքրիկ երեխա պահլավերեն ու կինը Ճախրունի։ Մի խոսքով, սա շատ հետաքրքիր համադրություն է եղել, բայց իրանք իրար հետ լավ ապրել են եւ Հայաստանը կարողացել են ապրել։ Տեսեք, որ պայմանին է գալիս Խոսրով Կոտակը։ Երբ որ Տրթատ 3-րդ անժամանակ մահանում է, Պարսից արքան օգնում է աղձնիքի Բաքուր իշխանին, որպեսզի բարձրացնի ապստամբություն, հարավային մասը Հայաստանի, որ այսօր քրդերն են հիմա սկսել ապրել, այդ մասում ապստամբությունը բարձրանում, որ անկախանա եւ հայկական միջադեպքում, իսկ հյուսիսում Սանատրուկ Սանեսյանի գլխավորությամբ, եսի աչքիսս գնել Սանեսյանի բարեկամն է իրապես Դավաճան, որպեսզի Հայաստանը վերացնի։ Բայց Խոսրով Կոտակը հավաքելով իր մոտ հայ նախարարներին, ինչպես նաև Վաչե Մամիկոնյանի մեր հզորագույն զորավար Մամիկոնյանների տալով զոր կարակ ուղարկում է բոլոր տեղերը, ապստամբությունները հերիք չի կանգնեցնում է, վերացնում է Դավաճան
ցեղերի մեծ մասին, Որդունիներին, Մանվածյան եւ մնացած այլ ցեղերին վերացնում է հայկական իշխանական տոհմերի եւ դա նվիրում է մյուս իշխաններին, այսինքն ով որ դավաճանա նա ցեղը պետք է կորի, նա իրավունք չունի հայի մեջ ապրելու։ Եվ հիանալի մի գործողություն է կատարում, որը Խոսրով Կոտակի մտցրացնա, որ ով ունի 1000 ձիավորից ավել, ինքը պարտավոր է ապրել արքունիքում, այսինքն չլինի իր հողի վրա, որպեսզի ապստամբություն չսարքի, քանի որ 1000 ձիավորը դա արդեն հսկայական ուժ էր, հիշեցնեմ ձեզ, որ ձին հանդերձանքով մոտավորապես 700-800 կիլո էր, իսկ վազքի դեպքում ինքը գալիս էր արագության դեպքում 10-12 տոննա, այսինքն մոտավորապես մեկ տանկի չափ է եղել փոքր տանկի, այսինքն եթե դու ունեիր 1000 ձիավոր, դա նշանակում էր 1000 եւ ավելի, դու ունես 1000 տանկ, սա հզորագույն թիվ է։ Դե պատկերացրեք, որ իշխանները, ովքեր ունեին 1000 ձիավոր, բնականաբար մի 5-6 հազար էլ հետևակ, ինչքան է պետությունը գնաց ճնշի, բայց պետական զորքերից մահանում են, չէ։ Դրա համար էլ որպեսի իշխաններին չզրկվեին, ով 1000-ից ավել ուներ, թողում էին իրենց մոտ, թողում էին մնալ արքունիքում։ Եվ միավորելով հայկական հողերը, նաև կատարելով բավական տնտեսական զարգացման միջոցներ, իմիջիալոց ասեմ ձեզ, շատ բավական խելացի մարդաղեր փոքրությանը, հիմնում է դվին մայրաքաղաքը, որ մնացած ավերված մայրաքաղաքներից փոխվի, մայրաքաղաքը բերում է դվին, կողքը տնկում է Խոսրովի անտառները, որ այսօր հայտնի է Խոսրովի արգելոց անունով, այնտեղ որս են անում, կենդանիներ են բռնում, բաց թողում եւ այլն։ Սա արքունիքի տարածքն է լինում, իմիջիալոց դվինն էլ բավական երկար ժամանակ մնում է Հայաստանի կենտրոն։ Եվ երբ որ հարավից հարձակվում են պարսկական զորքերը Շապուհի, նա հրավիրում է Վաչե Մամիկոնյանին եւ Վահան Արծրունուն, որին նույնպես բարձր էր գնահատում որպես զորքերի հրամանատար, թագադիրասպետ, եսի մարտպետ եւ այլն, ուսուցիչ մեծ, իրեն զորքեր է տալիս 30,000 ուղարկում է պարսիկների դեմ։ Պարսիկները զարևանտ կավառում, ջախջախվում է, նոր անցել են սահմանը, ջախջախում են պարսկական բանակը։ Իսկ հյուսիսից է Սանատրուկ Սանեսյանը հավաքելով քոչվոր ցեղերին, այդ կովկասյան քոչվոր ցեղերի հետ խառնված, գալիս է, որ էլի Հայաստանը նվաճի, նրան էլ է կոտորում։ Եվ Հայաստանը բերում է նորմալ կյանքի վրա։ Շատ երկար ժամանակ երկրում խաղաղություն էր տիրում եւ Խոսրովը աշխատում էր այնպիսի քաղաքականություն վարի, որ իրեն չուտեն։ Հիմնականում քաղաքականությունը վարում էր բյուզանդական կայսրության հետ, քանի որ միշտ Իրանը համարելով իրենը Հայաստանը, փորձել է ուղղակի միանգամից ձուլել եւ նրան, երբ որ գալիս են նրան օգնելու եւ համոզելու, որպեսզի թագավորը գնա միավորվելու բյուզանդիացիների հետ, այսինքն լատինների հետ, Բյուզանդիա չկա, հա, արևելյան ռոմեական կայսրությունը դեռ չկար, կայսրությունը տեղափոխվել էր Կոնստանտինոպոլիս, իսկ բաժանվեց 395-ին, սա 330 թիվն է։ Էլի հայ Վրթանես առաջին Պարթև կաթողիկոսն է համոզում այս գործողությունը անի։ Իմիջիալոց ես ասեմ ձեզ, ոչ թե սա փնովանք է, բնականաբար Գրիգոր Լուսավորիչը Պարթև էր, նրանից հետո եկողներ Վրթանես Պարթև, Սահակ Պարթև եւ այլն, այսինքն մեր եկեղեցին երկար ժամանակ պատկանում էր Պարթևներին։ Ղեկավարները Պարթևները, ինչպես ռուսական եկեղեցու ղեկավարները երկար ժամանակ հույներ էին։ Մի քիչ զարմանալու է այս բաղ քրիստոնեության ընդունել մի ժողովրդի, որը ոչ աստվածներ իրենց մոտից եկած, ոչ էլ քարոզիչները։ Ես չեմ ուզում քննադատեմ, ուղղակի ես մտածում եմ դեռ սրա վրա, ոնց կարելի է ընդունել մի կրոն, իհարկե մենք բոլորս քրիստոնյա ենք, ժողովուրդ ջան չմտածեք, քրիստոնյա ենք, հա, մենք ընդունում ենք Քրիստոսի գոյություն, մենք հավատում ենք Բարձրյալ Աստծուն, Քրիստոսը Աստծո որդի, բայց sense մի հատ վիճակ եմ պատկերացնում, քրիստոնեությունը եկավ արյունով, բոլորս գիտենք, արյունով եկավ, հա, քանդելով հայկական ամեն մի արժեք եկավ, հեթանոսականից մնաց միայն մի կառնին, ու ոնց կարողացավ ազգը ընդունել այդ ինչ ուժեր, որ ընդունեց եկեղեցու ղեկավար եղավ Պարթև, երկար ժամանակ մնացին Պարթև, ու կրոնը իրենցը չէր։ Հա, կրոնը, հա, Քրիստոսը խոսել է արամեերեն, այո, Քրիստոսին առաջինը տեսել է Աբգար թագավորը, բոլորը ճիշտ է, բայց ինչպես դա եղավ, որ հետո ֆռաց, որ պայն ֆռաց, որ միայն ջուդի պայմանները պետք է ընդունվի Աստվածաշնչից։ Այսա հարցի բավական մտածելու տեղիք է տալիս։
Եվ այս ամբողջը նայելով նայում եմ այսօրվա իրականությանը, որ այսօրվա մեջ է փորձում են մարդկանց մի բան անել, բացատրել, բայց արդյունքում վերջնականը չի երևում։ Ոնց եղավ, որ Հայաստանը լինելով առաջի ու միակ երկիր, հայերի վրա փորձեցին քրիստոնեությունը, ուղղակի փորձ կատարեցին եւ հետո տարածվեց աշխարհում։ Եթե Բյուզանդիան ընդամենը Հայաստանից հետ վտինտուներ 16 տարի հետո, ինչու Բյուզանդիան կամ հռոմեական կայսրությունը սա չարեցին։ Իմ համար շատ կասկածելի հարցեր կա։ Ինչի հայերը ընդունեցին եւ հայերին ոչ մեկ էլ չի ընդունում։ Այդ ոնց եղավ, որ առաջի քրիստոնյա ազգը մենք ենք, մնացած քրիստոնյաները միանգամից դուսել են Հայաստանը կոտորելու, այդ թվում նաև հռոմեական կայսրությունը։ Այդ թվում նաև նրանից հետո եկած բոլոր կայսրությունները, ռուսական կայսրություն եւ ես։ Հարց եմ տալիս քրիստոնեությամբ, որ ասում եք ռուսը մեզ կօգնի եւ այլն, կան այդպիսի հոգեվորականներ։ Ես ներկայացրել եմ Հովհաննես Սարգսյանի ռուսական կայսերական գաղտնի բանակի գաղտնի լրտեսական ծառայության աշխատող լինելը։ Ինչպես բերեց ռուսներին Հայաստան եւ Վրաստան։ Այդ ամբողջ իրականությունը ես պատմել եմ։ Բայց հիմա մի քիչ իմ մոտ հարց է ծագում, լավ, ո՞նց եղավ դա։ Չէ՞ որ այդ ո՞նց հարցը պետք է իրեն պատասխան նստանա ժողովուրդ։ Ոնց եղավ, որ հոգևորականը գնաց գաղտնի ծառայության մասնակից դառավ ու իրեն նաև ճանաչում էր հայկական կաթողիկոսը Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդը։ Չէ՞։ Հիմա Հայաստանում էլ շատ այդպիսի բան կա, բայց միգուցե մեր եկեղեցին միշտ այսպիսին եղա։ Աստված 100%-անոց միակն է, բարձրյալն է, անսխալ է, բայց եկեղեցի։ Ոնց կարող էր հայոց եկեղեցու բոլոր խոստովող անդամները լինել հոգևորականները հայ ազգի, ոչ բոլորը, մի 40%-ը թե, բայց դրանց ինչի վաղուց չեն հեռացնում։ Դավիթ Դանիել կռիվի իշխանության համար, Գարեգին երկրորդի կռիվի իշխանության համար։ Այնտեղ տարբեր է Պետրոս Գետադարձ եւ մնացածների հակահայկական գործողությունները։ Բա ոնց կարող է լինի մենք ունենանք հսկական քանակությամբ կաթողիկոսներ, որոնք իմիջիայլոց անհերթ իրար հետևից գնացել են, բայց մեջները դավաճան լինի։ Դա ինձ չի բանանում, որտեվ եթե դու առաջինն ես, լավ, եթե առաջինը հայն էր քրիստոնյա, ինչի աշխարհը դարձավ Հռոմի պապինը։ Ինչի է Հռոմի պապը համարվում ամենամեծ քրիստոնյա ղեկավարը։ Ինչի։ Ո՞վ է որոշը։ Բերին կրոնը, ասենք, բան ասեմ այսպես մի քիչ, ոչ թե ցավացնող, այլ իրական։ Բերին դրսի կրոնը սարքեցին հայկական կրոն, ես դեմ չեմ գնում, ճիշտ հասկացեք։ Սարքեցին հայկական կրոն, հետո ղեկավարը դա գնաց նստավ Հռոմ, ինչի։ Այդ որ հիմունքով հայերը չեն ընդունել առաջինը, հա։ Ով ընդունում է նա չի լինում ղեկավարը, այո, բայց ո՞նց եղավ։ Մերսեդեսը հորինվել է Գերմանիայում, այո, ինչ անշանկում, գերմանական ավտոմեքենա, ճիշտ է, վերջ։ Չեն ասում Մերսեդես, եսին վրացական մեքենա։ Նույնն է, եթե հայը դառավ քրիստոնյա, ինչու առաջնորդարանը աշխարհի ղեկավարությունը չմռած հայի ձեռքը։ Այստեղ է թաղված շանգլուղը։ Ես շատ բաներ եմ ասում, որոնք մտածելու տեղիք է տալիս։ Ես շատ հաղորդումներ եմ անում, որոնք ովքեր նայեն Վատիկանի եւ մնացածի մասին հաղորդումները, շատ բաներ կտեսնեն։ Ուղղակի սա շատ հետաքրքիր է։ Ինչու։ Ինչու կոտորեցին այն ազգին ու կոտորում են, որ առաջի քրիստոնյան է։ Մենք իշտ նախադեպ ենք տվել, որ մեր հետևից են եկել։ Եվ այսպես բազմաթիվ հարցեր։ Հարգելիներս, պատմության մեջ մենք ունենք տարբեր իրական եւ ոչ իրական պատմություններ, որոնք ինչքան ուսումնասիրում եմ, տակից դուրս է գալիս ճիշտ է։ Այնպես որ այսօր կսահմանափակվենք այսքանով եւ կմաղթեմ ձեզ լավոր, որպեսզի մենք ինչքան լավ իմանանք մեր պատմությունը, մեր ազգի մասին, մենք այդքան ավելի սառը կդատենք իրավիճակներում։ Ոչ թե տան մեջ բամբակի պես պահված պուպսիկ երեխու նման միանգամից դուրը բացի քամելին ասենք, վայ, մեռանք խառնում ենք իրար, այլ իրականությունը պիտի իմանան, որ սառը ուղեղով դատել։ Եթե դու գիտես, որ գալիս են քեզ սպանելու դանակով, դու ձեռքդ մի հատ ծանր երկար բան ես վերցնում։ Եթե գիտես, որ գալիս են քեզ սպանելու հրացանով, ավտոմատով, դու բնականաբար դանակով չես բռնի ձեռքդ նախորոք զենք ես վերցնում։ Նույնն է սա է մեր կյանքն, եթե մենք գիտենք ինչեր են նախատեսելու մեր հանդեպ, մենք պարտավոր ենք ինքնապաշտպանվելու ըստ արժանավորության։
Դրա համար էլ մենք սկսում ենք, մենք այդ ծրագիրը անում ենք, մեկը SSS-ը նստած կգրեն։ Բարձրաձայնի իմանանք, մենակ խոսում ես։ Ձեր համար թող մենակ խոսում ենք։ Իսկ ինչ որ անում ենք մենք հանուն Հայաստանի, ոչ թե ընդդեմ Հայաստանի։ Այսքանով ավարտում եմ այսօրվա հաղորդումը։ Բերեք միասին բարեմաղթանք տանք ու ուղարկենք առ երկինք, որ իրականանա։ Աստված թող արժանի պատժի Հայաստանի ներքին եւ արտաքին թշնամիներին, Աստված թող արժանի պատժի ամալեկների թշնամիներին։ Հաջորդ տարին Արցախում, հաջորդ տարին Նախիջևանում, հաջորդ տարին Գանձակում եւ Բագարանում, հաջորդ տարին Մուշում, Վանում, Սասունում, Վանանդում, Կարսում, որը նույնն է էլի, Բաբերթում, Կարինում, Կիլիկիայում, Անգորայում եւ Պորսում։ Ամեն